Ազգային ժողովում այսօր քննարկվում է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման արդյունքների և ընթացքի մասին զեկույցը։ Այստեղ են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները։ Նշեմ, որ հարցերին այսօր պատասխանել է Ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը անդրադարձել է վաղը Գյումրիում սպասվող ավագանու նիստին։ Այդ նիստին ենթադրվում է, որ պետք է ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Գյումրու արտահերթ ընտրություններից հետո անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը արդեն հայտարարել են, որ իրենց քվեներով կաջակցեն, որ քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Ալեն Սիմոնյանը այսօր անդրադարձավ հնարավոր այս սցենարին և հետագայում նաև ընդդիմադիրների հետ ավագանիում աշխատանքին։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ այն ուժը, որը ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի, իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում, որ ժամանակի և իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու և դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների, աշխատանքների, որովհետև այդ նմանատիպ չակերտավոր մեկ ժամյա, մեկ գիշերվա կոալիցիան չեմ կարծում, որ կկարողանա ապահովի բնականոն գործունեությունը։ Ազգային ժողովի խոսնակն այսօր անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան սպասվող այցին։ Նիկոլ Փաշինյանը այս տարի մասնակցելու է մայիսի 9-ի միջոցառումներին։ Անցած տարի վարչապետը չէր մեկնել Մոսկվա։ Ես նշեմ, որ նախօրեին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էր խոսել Ռուսաստանում սպասվող այդ միջոցառումների մասին և հայտարարել, որ Եվրամիությունը հստակ է իր դիրքորոշման հարցում, որ անդամությանը ձգտող երկրները չպետք է մասնակցեն այդ միջոցառումներին։ Ըստ ռուսական լրատվամիջոցների այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր են ստացել Սերբիան և Սլովակիան։ Այսօր լրագրողները Ալեն Սիմոնյանին հարցրին. արդյոք Հայաստանը, որ ձգտում է դեպի Եվրամիություն և անդամակցության հավակնություններ ունի հետագայում, արդյոք մտահոգություն չունեն, որ մեկնելով Մոսկվա նաև կարող է սա բացասական անդրադարձ ունենալ կառույցի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Այդ հաղթանակը, մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն էլ է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել և չի վերադարձել։ Էլ չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է և ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ և այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են, այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ-որ մի, չգիտեմ, ԵՄ պաշտոնյա, դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է։ Կարող է ինչ-որ մի երկրի այլ քայլ դուրս չգա, բայց կներեք մենք մեր շահերը և մեր տեսլականը և մեր ուղղությունը։ Պարոն Սիմոնյան, իսկ անցած տարի մեր հաղթանակը չէր այդ մայիսին։ Դե մեր հաղթանակն էր, անցած տարի նախ հարմար չէր, որովհետև այլ պատճառներ կար, էլ չեմ ասում հիմա 80-ամյակն է և կլոր հոբելյանական տարի է և գիտեք ինչ, ամեն տարի աշխարհը իրականությունը և ամեն ինչ շատ փոխվում է։